Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս Արմրոս ռուս հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ, պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն է։ Ողջույն, պարոն Կիրակոսյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Կիրակոսյան, խոսենք նախ Ռուսաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցողի մասին, որտեղ երկու կողմերն էլ ձերբակալում խոզարկություններ են իրականացնում ազգությամբ ռուսների մի դեպքում Ադրբեջանում, մյուս դեպքում ազգությամբ ադրբեջանցիների նկատմամբ եւ ադրբեջանական կողմից ի դեպ նաեւ քիչ առաջ տեղեկություններ էին տարածվում ընդհուպ մինչեւ ծանուցումներ ուղարկել, որ Ադրբեջանում ռուսական դպրոցների հնարավոր փակման մասին, ռուսական կողմը նշում է, որ այսպիսի գործողությունները վատթարացնում են բարեկամական հարաբերությունները եւ այլն, հա, Ռուսաստանում տեսանք ադրբեջանցի տարբեր գործարարների ձերբակալություններ, Ադրբեջանում տեսանք ռուսների ձերբակալություններ, կալանավորումներ, մի խոսքով, հա, ինչից նախ էս ամեն ինչը սկիզբ առավ, ծագեց, ինչ տեղի ունեցավ, ինչն է սրա խորքային պատճառը։ Այս պատմությունը նոր պատմություն չէ, սա ասորտեն կորեացիություն է դառնում, սա տարիներ շարունակ այսպես դեպքեր են կատարում ադրբեջանական հյուսիսային եւ ակայ մարզանիցների սա զինվորի ժամանակ այդ բանավերը կրկնվում է։ Բայց ոչ մի համակարգչային որոշում չի ստանում դա այս խնդիր ունի բազմակողմանի ասպարեզներ եւ համայնքային եւ քաղաքական քաղաքական եւ մշակութային էթնիկ մասկամինշը խաղաղել է իր քաղաքականությունն այս փոյին ինտեսնամ որ ուրեմն անցնա իստորիականին ուրեմն Ռուսաստանում ձերբակալվում է պաշտպանների փոխուտին մոբիլիզացիան թալի շողովրդի առաջնորդն մենք ստանի քանի տարի կողմն էին նույնիսկ Ադրբեջանում նույնիսկ այսպես հաղթուց ներկայացվել ինքնու ներդրանքներով եւ նույնպես ուրեմն այստեղ է համարվանգեցնի փոխեցին Ադրբեջանը Նավորում շատ դաժան ձևի ստանդին կապան նոյեմբերի 9-ին 2020 հենց 44 տարվա պատերազմի վերջանալ դատանիշների օրը նույն օրը ուրեմն այս խնդիրը ինֆորմացիա մեր ադրբեջանական խնդիրը սա փոքր անդամիջ ներքին փոքր ազգերի եւ ադրբեջանի վերաբերյալ հարցն է այստեղ Քանի որ մարտ ամսին այս տարվա Ռուսաստանում Եկատերինբուրգ քաղաքում արևանվել եւս ուրիշ տալիշ հասարակական գործիչ, որը միջնորդային կողմից կապերով գալիս էր մասնակցել կոնֆերենցի Հայաստանում, Զաքիրիդի Իսմայիլովը։ Որպես ցավեցին նրան այս նույնպես իսպես Ադրբեջանի 18 թվականին նրան այստեղից արևանգեցին եւ տեղափոխեցին Ադրբեջան։ Եկատերինբուրգ քաղաքի որտեղ հիմա կատարեցին այս հրապարակումները։ Եվ դա ուրեմն հանգստացած է կազմակերպման։ Որտեղ որ շատ կամարտիկստիկոսին մանկասունստիկը զարգացին, ներկայացին նա շտապ որ նրա ազնագիրը չարարքած է ստացվում կազմակերպում, այդ դեպքում նա տեղափոխել Ադրբեջան։ Հիմա բարձում է որ ուրեմն գումարտակների հենց այն անձիկը ոնց հիմա Ռուսաստանը ուրեմն ձերբակալեց Եկատերինբուրգում։ Կոպիտ ասած նրան այստեղից ոչ մի տեղափոխել Ադրբեջանին արտանետումն այլ որպես կրիմինալ անձի երևակայ Ադրբեջանի կարգադրանքով իրենց պոլիտիկասու այդ հալիշ դիսկուսիան այդպես արևանգելին տեղափոխել Ադրբեջան իսկ ռուսական կողմը հիմա նոր է այսպես ասած նշվում Եվ փորձում է պատասխան դրել անոնցով, որ Ռուսաստանի կողմից խախտել են Ռուսաստանի օրենքը եւ թույլ է տվել արևանգում Ռուսաստանի տեխնիկից։ Իվնուտ պաշտոնական Ադրբեջանի։
Պարոն Կիրակոսյան, գործողությունների ծավալը, մասշտաբը եւ զուգահեռ իրականացվող էլի ժամանակը, նաեւ մեզ հուշում են, որ այս ամեն ինչը չեն կարող տեղի ունենալ առանց երկու երկրների քաղաքական բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ կամ գուցե կարգադրությամբ, չգիտեմ, այ հիմնական քաղաքական խզումը որն է, որ վերնախավի միջև, հա, որ բերել է այսպիսի առճակատման։ Մի քիչ լավ չի լսում, նկատի ասում եմ նմանատիպ գործողությունները, որոնք տեղի են ունենում երկու երկրներում միաժամանակյա, հա, եւ ծավալով եւ մասշտաբով, կարծես մեկը մյուսին պատասխանում է, բնականաբար առանց այդ երկրների քաղաքական բարձրագույն ղեկավարության իմացության այստեղ չես կարող առաջնորդվել։ Այ հենց քաղաքական մակարդակում, բարձր մակարդակում այս երկու երկրների միջև հիմնական շարժառիթը, հիմնական խզումը որն է, որ հարցերը այսպես ենք հիմա մենք լուծում եւ իրար պատասխան գործողություններ են անում։ Ադրբեջանի Ռուսաստանի միջև վերջի մեկ տարուկես հարաբերությունները նորմալ են իրականում։ Դա արդեն օրինական քաղաքական մասը, բայց փորձել պատասխանել։ Եղան մի շարք նկատմամբ Սոմալի, այսպես ասած, պայմանավորվածություններ, ինչպիսիք էին ուրեմն ինքնաթիռի հրապեցումը, որ ընկավ քաղաքացիական ինքնաթիռ ադրբեջանական, հետո Ռուսաստանի ռուս դոմ կոչված հասարակական կազմակերպությունը վերացրեցին, դիպատախան, եւ ոչ մի կողմ ոչ մի կես ներառություն չխնդրեց, եւ հիմա կամքի, այդ ինքնաթիռը ինչի է դրական գրեց, Ռուսաստանը դիրքում է փաստը դրում փաստաթուղթը, որ նա ուրեմն մասնակցություն չի ունեցել դրան, ինչի է դա ամենը չեմ կարող ասել, դա մեծ դեպքություններից վեր է, ով է արագումս, բայց այդ գծիկը վիրավորանքների եկավ հեսավ այսօրվան։ Դա խիսարաբիցան ամբիցիաները ունի, շինավատարության ամբիցիաները ուղղակամով, Դե ունի ուրեմն պետք է ուրեմն ամբիցիաներն պատասխանի։ Այդ համարվում որ այդքան նալուց իսկական քաղաքական սուբյեկտ է, ուրեմն պատրաստվում է որ այսպես է գոնել հիմա։ Ինչի՞ կարևորը մենք համար մենք հասկանանք մեկ ինչ ունի։ Որ մեզ այդ հավաստներից գունաշի պատրաստվում է։ Իսկ պարոն Կիրակոսյանը չէ կարծում, որքան հեռու սա կարող է գնալ։ Հա, մենք տեսնում ենք ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունները, դրանք բավականին մեղմ են եւ ոչ անգամ այն հռետորաբանության մակարդակի, որ հաճախ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Հա, շատ զգուշավոր են ընտրում իրենց բառերը, բավականին մեղմ, բարեկամությունը չխաթարենք, ոչ մի պիտակավորում, ոչ մի վիրավորական բան, արտահայտություն եւ այլն։ Որքան հեռու սա կարող է գնալ։ Կարելի է բնիկտրաբանական մոտեցում ունենալ եւ ինչ-որ սա կապում են հայ-ադրբեջանական նոր գործառույթների հետ նույնիսկ քանի որ կողմերը ձգտում խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանը սրանցում դեպի չի դրան ոնց որ ստացվում է եւ կարող է ինչ-որ մի ձևի ցուցակապում ստեղծել ընթացքին գործառույթին Սա մեծ շատ աշխարհական ֆակտ է, որ դարձես է, ուրեմն կարող է ենթադրել, որ Ադրբեջանի թիկունքի կանոնացե Քիքան եւ Մեծ Բրիտանիան եւ ովասես կարող է այսօր մեջի թիկունքի կանոնաց լինի։ Անունները որ Ռուսաստանի ուրեմն դեպքերը հարավային Կովկասում թույլատնեն։ Ինչպես նույնպես համայնք կրիմինալ ինչ-որ էլեմենտների ձեռնպահման ձևով։ Նույնպես որ եթե պատրվական մեկը եթե դա լուրջ խոշոր մի աշխարհական խաղ է գնում մենք տեսնում ենք դրա որպես ասած պարտավորակետի նկատմամբ մենք տեսնում կամ էլ սա կարող է լինել ուղղակի վարկենական ուղղակի սպեսիալիզացիոն որևէ ինչ-որ հնարավորություններ ինչպես է ժամանակին Թուրքիայի հետ եւ մրցանցավ տեսնում եք այդ ինչ-որ գյուղատնտեսական գրուպների արգելքով Ժամանակը ցույց կտա, հիմա դժվար է ասել Եվս մեկ պատրվակ այս ամիջով, եթե սա իրականում սա սկսեց թոլիշ ուրեմն գործիչի արևանգումից հետո սա կարող է մեր ադրբեջանական չետևանքներ
որտեղ ազգային փոքրամասնությունը շատ պատմություն ունի։ Դրանից հնարավոր է այնտեղ, որ բողոքումներ, մնացներ եւ այլն։ Օրինակ Ռուսաստան եւ Թուրքիա հարաբերություններում մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք տեսնել այդպես սրացումներ, հետո իրավիճակը հանդարտվում է, սկսվում է մերձեցում, այսպես, հա, տարբեր փուլեր։ Սա այդ շարքից է։ Մենք ակում եմ ասեք Ռուսաստան եւ Թուրքիա հարաբերություններում մենք շատ հաճախ տեսնում ենք այդ հարաբերությունների տարբեր փուլեր, հա, սրվում են հարաբերությունները, մեղմանում են, հետո մերձենում են եւ այլն։ Սա այդ շարքից է։ Հենց դա ինչ որ այո, ինչ որ ես process-ի նկարագրեմ, սա շատ հնարավոր է, որ եւս սա այդ շարքում է գտնվում Ռուսաստանի եւ Թուրք ընդհանրապես աշխարհի հետ, որտեղ ես հերո եմ այն մտքից, որ Թուրքիայի Ադրբեջանի մեջ կա ինչ որ հակաճառումներ, միշտ համաձայնացված է անում Ադրբեջանը, ամեն ինչը թիկունքի կանոնած է Թուրքիան։ Շատ հնարավոր է, որ սա եւս Թուրքիայի խաղը լինի ընդդեմ Ռուսաստանի, որտեղ նրանք բոլորները շարունակած են Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա։ Որտեղ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը հասնեն այն կետին, որ այդ խաղաղության պայմանագիրը երբևիցե ստորագրեն, չզարմանալի կլինի, որտեղ խաղաղության ոչ մի օդում ոչ մի բան չկա, հոտ չի գալիս խաղաղությամբ, դե եթե հանկարծակի դա ստորագրեն, նշանակում է, որ ռուսական ուրեմն զորամասը Հայաստանում իմաստ չունի այնտեղ գտնվելու։ Մյուս բանը դա կլինի արդեն։ Այնպես որ շատ լուրջ են խաղադաշտի վրայի ուրեմն քայլերը հիմա։ Հետևանքները շատ լուրջ կարող են լինել Ռուսաստանի համար եւս։ Այսինքն այդ համատեքստում էլ ենք դիտարկում հայ ստեղի ունեցողը, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, ինչը Ռուսաստանը պարբերաբար պնդում է, ասում է պետք չի շտապել, արևմուտքը մեզ ուզում է դուրս թողնել այդտեղից եւ այլն։ Այսինքն սա կարող ենք դիտարկել նաեւ այդ համատեքստում, այսինքն այդ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել եւ Ռուսաստանի տարածաշրջանում իդեմս Հայաստանում նրա ռազմական ներկայության անհրաժեշտությունը այլևս չի լինի եւ բնականաբար Ռուսաստանի համար դրա ռազմաքաղաքական հետևանքներով հանդերձ։ Մենք լինելով վերլուծող մարզինք պետք է ամեն ինչը հաշվի առնենք։ Այո, մենք եւ տեսնում այդպեսի հորիզոնել եմ տեսնում, որ կարող է եւս բոդեպքերում ասած Հայաստանը ոնց որ կստանա քարտոնաշ այդպես հարց դնել։ Ինչ ձևի դա կլինի, ինչ կոնտեքստ կառաջանա այդ պայմանագիրը ստորագրելուց հետո ինչ կլինի այդ պայմանագիրը բովանդակությունը, ոչ ոքի մասել չի կարող։ Եթե լինի ընդհանրապես այդ պայմանագիրը։ Եթե եղավ, ուրեմն պետք է ուրեմն ելնել նրա բովանդակությունից եւ այն իրավիճակից, որ կստեղծվի նրա ստորագրելուց հետո, բայց եթե իրականում այդ պայմանագիրը ստորագրվեց գլոբալ, այսպես վերացական, եթե մենք հիմա մոտենանք, իհարկե դա նշանակում է, որ տարածաշրջանում ոչ մեկի հետ ընդհանուր չունի։ Այդ դեպքում Ռուսաստանի ուրեմն սահմանապահների գտնվելու իմաստ պետք է որևէ լինի, դա բոլորը հասկանում են, որ այդ հիմա իմաստն է, որ պետք է Հայաստանը պաշտպանել Թուրքիայից եւ Պարսկաստանի սահմանից, չէ՞ ոնց որ ինչ կլինի հետո հիմա դժվար է ասել, որտեղ 200 տարի այդպես չի եղել համարյա։ Այո, Ռուսաստանը արդեն քանի 100 տարի, 2 դար այնտեղ կանգնած է, այսօր շատ դժվար է ասել ինչ ձևի դա կլինի։ Հաշվի առնելով Ռուսաստանի սկզբունքային մոտեցումը, ինչը նա ցույց է տալիս Ուկրաինայում, պետք է ամեն ինչն հաշվի առնել բոլոր հնարավոր զարգացումները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցս Արմ Ռոս Ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։